Մեթյու Հենրի ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 18։ Տիրոջն է երկիրը և նրա լիությունը, աշխարհը և նրա բնակիչները։ Սաղմոս 24-րդ գլուխ առաջին խոսք։ Մենք ինքներս մեզ չենք պատկանում, մեր մարմիններն ու մեր հոգիները մերը չեն, նույնիսկ այն մարդկանց հոգիներն են Աստծուն պատկանում, որոնք չեն ճանաչում նրան և չեն ընդունում իրենց կապը նրա հետ։ Հոգին, որը ճանաչել և հասկացել է իր էությունը, ինչպես նաև որ նրան վիճակված է ապրել հավիտյան, տեսնելով երկիրը և դրա մեջ եղած ամեն ինչ, դժգոհում և սկսում է մտածել իր վերելքի մասին դեպի Աստված և հարցնում. «Ինչ պետք է անեմ, որ բնակվեմ այդ օրհնյալ սուրբ վայրում, որտեղ նա իր ժողովրդին սուրբ և երջանիկ է դարձնում»։ Մեր հավատքն անիմաստ է, եթե այն չի գործում մեր սրտի խորքերում։ Մենք կարող ենք մաքրվել մեր մեղքերից և նորոգվել դեպի սրբություն միայն Քրիստոսի արյունով և Սուրբ Հոգու ներգործող սրբությամբ։ Այսպես ենք դառնում նրա ժողովուրդը, այսպես ենք ստանում օրհնություն Տիրոջից և արդարություն մեր փրկության Աստծուց։ Աստծո առանձնացված ժողովուրդը ճշմարտապես և հավիտյան երջանիկ պիտի լինեն։ Այնտեղ, որտեղ Աստված արդարություն է տալիս, նա նաև փրկություն է նախատեսում։ Նրանք, ովքեր պատրաստվում են երկնքի համար, ապահով կերպով կհասնեն երկինք և կգտնեն այն, ինչ փնտրել են։ Երկրի բոլոր մասերն ու ծայրերը Տիրոջն են պատկանում, ամեն ինչ նրա աչքի առաջ է և նրա ձեռքի մեջ։ Ուստի ուր էլ որ Աստծո զավակը գնա, կարող է մխիթարվել այս մտքով, որ նա երբեք չի հեռանում իր Հոր տիրույթից։ Այն, ինչ մեզ է բաժին ընկնում այս երկրից և նրա բարիքներից, մեզ միայն ժամանակավորապես է տրված։ Իրականում այն Տիրոջն է պատկանում։ Այն, ինչ մենք մեր սեփականն ենք համարում ամբողջ աշխարհի առաջ, իրականում չի կարող մեր սեփականը լինել Աստծո իրավունքների համեմատ։ Նույնիսկ այն, ինչ մեզանից ամենահեռուն է, ինչ անցնում է ծովի ճանապարհներով կամ թաքնված է նրա խորքերում, Տիրոջն է պատկանում, և նա գիտի, թե որտեղ գտնել այն։